Բրծ Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, առավոտյան ժամը 7-ն է, գիշերը 2-ից հետո ենք քնել, երեխաներով հավաքվել, նվագել, երգել, խաղացել։ Այսօր էլ ժամը 7-ին պայմանավորվել եմ մայրիկիս հետ, որ գամ ու մի գործողություն ներկայացնեմ ձեզ։ Ու նաև ասեմ, որ այս ինչ որ անում ենք կամ ինչ որ պիտի ներկայացնեմ օգոստոսի 15-ին Ագրոֆեստ փառատոնին, որը տեղի է ունենալու Շամշադինում, ներկայացնելու եմ նաև պատրաստման ընթացքը, թե ինչպես ենք պատրաստում ու ինչեր ենք ներկայացնելու։ Ովքեր վաղուց են հետևում ալիքիս, ապա տեսած կլինեն անցած տարի, ինչպես եմ մասնակցել։ Անցած տարի այդ փառատոնին մասնակցել եմ ներկայացնելով խնոցի, թան, կարագ ու մածուն, իսկ այս տարի դեռ ճիշտն ասած հստակ կողմնորոշում չկա, միայն գիտեմ, որ պիտի մասնակցեմ ու վերջ, մնացածը դեռ մի քանի օր ժամանակ ունենք կկոնկրետացնեմ։ Այսօր պատրաստում ենք կանաչիով, ավելի կոնկրետ թարխունով պանիր։ Իհարկե գիտեք կովը կթում են, կաթը քամում են, հետո արդեն պանիր սարքելու համար մենք ասում ենք մայա են տալի։ Մայան ինչ է, մայան պակետներով պետական առնում ենք հիմա, մի պակետը 100 լիտր ջրի համար է ու ասենք մի 10-15 լիտր կաթին ավելացնում ենք մի սուրճի բաժակ այդ խառնուրդից։ Հին ժամանակներում մայան պատրաստում էին տնական պայմաններում, այսինքն խանութներում էլ չկար որ առնեին, պատրաստում էին շիճուկով, շիճուկի հետ խառնում էին ձվի գեղև, հոն, մեկ էլ ստամոքս, խոզի ստամոքսը լավ լվանում էին, չգիտեմ ինչ խառնուրդ էր ստանում, մենակ գիտեմ որ շան հոտ էր գալիս, շատ վատ հոտ էր գալիս, բայց նաև այն ասեմ, որ ինչքան ուզում է այդ զանգվածից վատ հոտ էր գալիս, պանիրին եթե մի քիչ շատ էլ ավելացնեիր, պանիրից ընդհանրապես վատ հոտ չէր գալիս, բայց հիմիկվա այս պետական փոշի է ընդամենը, որ մի քիչ շատ լցնես կաթին, պանրի մոտ չի նստվում, այնքան անշնորհքոտ է գալիս, որ էլ չասած։ Դե ինչ սիրելի հետևորդներ, թարխունը արդեն մաքրել եմ, այն մեջտեղի պոչերը չենք ավելացնում, միայն տերևները ու կտրատված, որպեսզի պանիրը կտրելուց էլ անընդհատ այդ կանաչին դանակի ծայրին չհավաքվի, բայց չեմ լվացել դեռ, մաման արդեն պանիրը կտրեց, տեսակ, սկզբի համար, որ մայան գցում են կաթին, թողնում են այդպես կես ժամ, 40 րոպե, մի ժամ, կախված կաթի ջերմաստիճանից ու տեսակ ծածկել էր ադյալով, որ իր ջերմությունը տաքությունը մնա մեջը, հեշտ կպնի, առաջի կտրելը այդպես ընդամենը մի քանի մասով կտրում են ու թեթև խառնում, հետո նոր արդեն շատ լավ խառնում։ Դե լավ, գնամ ես լվանամ թարխունս ու ընթացքում էլի կխոսենք։ Ես էլ մայրիկիս այգում էի, ուզեցի բացման խոսք ասեմ, տեսա ծաղիկները սիրուն, վարդերը լավ, ասեցի մի անգամից լավ ֆոնից սկսեմ։ Ձեզ բարի դիտում, մեզ էլ լավ օր։ Սիրելի հետևորդներ, այս էլ թարխունը։ Շիճուկն առանձնացնելիս չեմ նկարել, այնը մաման առանձնացնում է, բայց լավ քամում ենք, այնքան որ համարյա արդեն ֆորմեքի մեջ լցնելու է լինում, նոր սա խառնում ենք։ Սիրելի հետևորդներ, ահա այս տեսքն ունի արդեն պանիրը, տեսել եք այս կաթսան, ձեռքիցս արդեն կանաչին ընկավ մեջ, այս կաթսան լիքը մենք ասում ենք ղզնդիբի, այդ զանգվածներ անընդհատ շիճուկը հանելով ստացվել է այսքանը, ստի ես տնեմ, թե տափին, թե այդ ողը, բրդի, տեսում ծարմար։ Կանաչին լցնենք, արդեն կաստորկումը խառնենք ու
Да. Քիչ չկամա մագուջան։ Դե ուշում եք երկինել չյուսին, այդ ալցնիլ դես։ Վախմամ շատ լի ուզում չեմ զոր, հա։ Ինչ քանի սախարանք արդեն գրեվա էլի։ Զոլն հակնան չատ չլի էլի։ Ուզում թասը մի քիչ էլ քիչ ու երկու հատի այ։ Հա։ Կփչանա չես է բայց։ Ոնց դենք բայ որ փչանա ոչ միջև եք ուզ։ Գիտեմ չեմ կմնա չես անում բացած է։ Ամանների սրբիչի վրա փրկչորանա։ Ու մոտոկրակի մեջ լսենք։ Հա։ Ունես քան։ Պես հանուլի է։ Հա։ Հա, ծերով տրորիլի ավեր։ Համապատկա սարքինք տնանք էլի, որ հաջորդ վես ավելի լավ։ Հա, բա ինչ։ Քիչ համանակավի վայ կարանք շորտը։ Ինչքան։ Մի 10 րոպե։ Այսինքն շորել դենք տալ նոր կինամ գործի էլի։ Ինչքան դու էլի։ Հա, կարանք ես շորտան։ Ու ինչքան ես գալիբում պահում միջև հանիլը։ Մի հետ շորտ եմ տալ, մի անգամ շորտամ, այս շորտը արդեն են վերևի կողմն աղանը։ Հա։ Մեկ էլ դհ շորտա, միջև իրիկուն մնում։ Հա, մնում է։ Հա։ Պնդում է էլի միջին սիրուն։ Նաև շուտ հանում եմ դեֆորմացիա։ Ես ինչ բարդ գործ չէր, նույն պանիր սարքելնա ուղակի ավելացված կանաչին։ Մի օր էլ թարխունով կսարքենք ու մի օր էլ են ինչով, ուրցով։ Մի օր էլ ուրցով կսարքենք ու ովքեր որ ուզում են կարան գան փառատոնին ու ձեռք բերեն այդ համով լավ երեսով պանիրից։ Գալդես չեք ինանք փառատոն։ Գալդես։ Մի օր քեսնում չի դուս կեստանիցը։ Խիչ ես ուզում է։ Ես քո կորտոպն ես հանամ։ Հա։ Զտվանք։ Բախի ես հանամ։ Բա ցած տվել է, ինչ։ Հա դե իմին էլ ատվել բայց դե։ Փորձեք դուղակի թե չէ։ Գոնե մեծ կար միջին։ Այդ բան չէ, բայց ուրիշ է, որ կան հանիչներ են լավը դրի։ Հա։ Ատիջան կոֆե դի խմում։ Մինչև պանիրի շիճուկման առանձնացնի դիվանին քնել եմ։ Մի հատ էլ սուրճ ենք խմում ու վազեմ աշխատանքի։ Բայց չենք մոռանում, որ օգոստոսի 15-ին Ագրոֆեստ փառատոնն է, գյուղ փառատոնն է, որտեղ ներկայացվում է լիքը գյուղական, բնական, գյուղի հետ կապված ամեն ինչ, եւ ցուցադրություն, եւ վաճառք, եւ համտես, եւ ժամանցի բաժին կա եւ երեկոյան կարող եք գալ այնտեղ արդեն խարույկի մոտ դիջեյով ձեր ժամանակը լավ անցկացնեք մի խոսքով լավ օրենք ունենալու նախապես ասում եմ որ պատրաստվեք ու գաք հա դրում լցնենք սիրտիկ ջան ինձ ասա բարև դես կամերային ասա լցնեմ նոր Կոֆեն լցնեմ նոր սիր, մատիկը բայց չկպցնես, հա? Так. Ես միրգը բանը կտորացի։ Բե։ Ապրես։ Ադիք։ Պերակ լցրու գողը, որ պերակ լցնես ոչ տերնա։ Կոֆե խմենք։ Եղի պերամետի տավինի համուզվորցի։ Ոպաս։ Ես դժեր կգիդամ, ինչ եմ կարեմ անշորվան։ Դե տես թե պնդել չի շորջ տանք մեր։ Միշտայ։ Հա, հեյվարա սյուրուն կտոր բանր։ Ծացկին կապրստանք։ Էս է։
Սիրելի հետևորդներ, շատ կարճ հոլովակ ստացվեց, բայց կարծում եմ մեխանիզմը ձեզ արդեն պարզա, նույն ձև սարքում են նաև ուրցով պանիրը, այդպես եւս կսարքենք, իհարկե այս մի ֆորման չենք մենակ սարքում, էլ կսարքենք, որովհետև գիտեմ հետ օրը հաստատ էլի եք ուզելու։ Եթե ժամանակ ունենանք ու հասցնենք մոտ հալ պանիր էլ կսարքենք, ասում եմ ինձ նայեք, սովորական մեր առօրյա պանիրը, դա սովորական պանիրն է, առանց կանաչի, առանց ձևերի, առանց հավելյալ որևէ բանի, բայց ինչեր կարող ենք սարքել, թել պանիր, թախունով պանիր, ուրցով պանիր, մոթալ պանիր, հորած պանիր, 1000 ու մի բաղադրա տոմսկա պանիր սարքելու, սպասի խոսեմ ունոր, որ կարող ենք սարքել ու ավելի մատչելի գնով պանիրը մթերել, տեղ հասցնել, քան թե սովորական մեր այս առանց որևէ բանի սարքելնա, որը որ դե համեմատաբար մնացածին ավելի էժան է։ Սիրելի հետևորդներ, կսպասեմ բոլորիդ օգոստոսի 15-ին 26 թվի, սա ասում եմ, որ հետո մյուս տարի հոլովակը տեսնեն, ասեն, իմանան, որ թվի մասին է խոսքը։ Ջան, Նորաշեն Վերին Կարմիր գյուղերի Խաչմերուկում գտնվող տարածքում տեղի կունենա Ագրոֆեստ փառատոնը, որտեղ ներկա եմ լինելու նաև ես, որտեղ ներկա եմ լինելու նաև ես ու լիքը լավ մարդիկ, ովքեր ներկայացնելու են իրենց ստեղծածը, իրենց սարքածը ու այդ ամեն ինչը ձեր համար։ Իսկ ովքեր նոր են միացել ալիքից, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ։ Ինա ջան, որպեսզի բաց չթողնեք հետագա ոչ մի հոլովակ։ Իսկ ես սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով, գործից ուշան մամքինացի։